Պարոն Տեր-Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, մի քանի թեմաներ կապված ձեր գնահատականը կներկայացնեք եւ այսպես, եթե մենք ամփոփենք այս շաբաթը, տեսնում ենք ինչ է տեղի ունենում։ Բանդիտիզմը կարծես մեզանում մեծ թափ է ստանում, վստահ եմ ծանոթ եք եւ տեսակ նոր քաղաքականություններ ունեցավ, այո, ինչպես կգնահատեք այս իրողությունը, ծեծում են, ծեծվողին են բերմայի ենթարկում, սա խայտառակություն է, ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը գնահատեք եւ այն արձագանքները, նաեւ այդ Արամ Սարգսյանի արձագանքը այս ամեն ինչի եւ այս իրողության հետ կապված մամուլում շրջանառվող լուրերը ասում է տեսնում եք ոնց են Փաշինյանը վախերը բռնել, որ անգամ շանտաժ են անում իրենց, խնդրեմ։ Շնորհակալություն, ուրեմն տեսեք հարգելի Մարիամ, հա եւ մեզ հետևորդներ, այս իշխանությունը կարմիր գծերը ոչ թե նոր է անցել, ոչ թե անցել է անցած տարի, ոչ թե անցավ, երբ Պրահայում համաձայնեց Արցախը ամբողջովին հանձնել Ադրբեջանին, սրանք կարմիր գծերն արդեն անցել են մինչև պատերազմը, երբ հայտարարում էին, ասում էին թուրքական, թուրք սպանելու երգեր մի երգեք, երբ արդեն պատմության դասագրքերը փոխում են, սա 2019 թվականի իրողություններ եմ ասում, երբ այս Ղռերի կատուն ասում էր գնանք Շուշի մուղամ լսենք, երբ պետք է սահմանները բացենք Թուրքի հետ առևտուր անենք, այս մասով սրանք անցել են ամեն ինչ, ոչ մի սրբություն բաց չեն թողել, որովհետև եթե մի իշխանություն, որը որ ոտք է քսում մի իրողության վրա, որը կոչվում է ցեղասպանություն, որը ճանաչել են բազմաթիվ երկրներ եւ հատկապես երկրներ, որտեղ որ հերքեն իրենց դատ է հասնում եւ մեծ տուգանքներ, մի քանի տասնյակ հազար եվրո, իրենք նույնիսկ թույլ են տալիս այստեղ անցնել։ Սա ոչ բռնապետություն է, հա, նաեւ բռնապետություն է այսպես խուլիգանություն, այն փողոցային են ամենալկտի խուժանի պահվածք է, որը որ հենց բնորոշ է տիպիկ սրանց, որովհետև երբ որ մենք տեսնում ենք, թե ինչպես են հարգելի Մարիամ, պահում իրենց սրանց մայրերը, հանձինս Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի, արդեն պարզ է թե ինչ սպասել սրանցից։ Եվ գիտեք այս խուժան, այս խունտան, որը որ արդեն 7 տարի է ուղղակի ժողովրդի այսպես, հա, մեր հաշվին, մեր ներվերի հաշվին, մեր պատմության, մեր զոհերի հաշվին դեռ շարունակում է թփրտալ, սաղ մնալ, փորձում է ամեն մի ձև, ամեն մի կերպ գտնել իր գոյությունը քարշ տալու համար, բայց զազրելին այստեղ այն է, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ երեխաներ են կորցրել սրանց պատճառով, դեռ փորձում են սրանց ինչ որտեղ ծափահարել։ Այս գիտեք նաև այն գիծը, որ անցել է նաև մեր մոտից, այսինքն սրանք որ կարմիր գիծն անցել են, սա վաղուց սա պարզ է, բայց նաև այն որ մեր համբերության, հանդուրժողականության, հարմարվողականության, որ նմաններին դեր հանդուրժում ենք, սա էլ է վաղուց անցել եւ չպետք է թույլ տանք այն օրակարգի մասին, որ ես ասում եմ, որ մեր համար առաջին օրակարգը պետք է լինի սրանց հեռացնելը, որովհետեւ քանի սրանք չեն հեռացել, եւ գերիների հարց չի լուծվի, եւ Արցախի, եւ ազգային, ուրեմն Հայաստանի ինքնիշխանության հարց չի ոչ մի հարց չի լուծվի ազգային ինքնագիտակցության, որովհետեւ կա մի թուրքական խունտա, որը որ զբաղված է սեփական հողում, սեփական ժողովրդին տրորելու համար։ Գիտեք, ցավոք սրտի երբ հետ ենք նայում 100 տարի առաջ, ինչ էր կատարվում 1918-1920 թվականներին, երբ որոշ նման կեղտոտ հայ գործիչներ հավատալով թուրքերին անում էին նույն ծրագիրը եւ ցավալին այն է, որ նույնիսկ առաջին հանրապետության ժամանակ, երբ նրանց առաջարկեցին, հա, ուրեմն Կոստանդնուպոլսից Թուրքիայից պատվիրակությունը, որ մենք նորից մենք զորք կուղարկենք, որպիսի հայկական ոստիկանության հետ մեկտեղ բոլոր նրանց, ովքեր որ կմբոստանան, ցույցեր կանեն, չեն համաձայնվի Բաթումի պայմանագրի հետ, որպիսի դուք դրանց ճնշեք։ Տեսնում եք, անցել է 100 տարի, բայց գրեթե ոչինչ չի փոխվել, կամ ոչինչ չի փոխվել, որովհետև այն ինչը որ թշնամին չկարողացավ հասնել սրով, հասնում է ներքին տականքով։ Սա փաստ է, սա արձանագրված փաստ է։ Հիմա մյուս կողմից մի բան էլի հարցնում, քանի որ խոսեցիք իրենց մայրերից, տեսեք, նաև ասում են այլևս իրենք այնքան սնանկ վիճակում են, այնքան իրենց գործերը վիճակում են, որ առաջին պլան են հանում իրենց մամաներին։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Այո, սա խոսում է, որովհետև Մարիամ ջան, իրենք երկար ժամանակ փորձեցին հանրության հետ շփումներ անել եւ հատկապես Գյումրիի, հա, այսպես իրենց պարտությունից հետո հասկացան, որ այլևս այն մեծ մասսաները, որոնք աջակցում են իրենք հասկացան, որ այլևս տեղ չունեն եւ
չեմ ուզում որ 26 թվականին հասնի ընտրություններ, բայց եթե հասնի այդտեղ իրենք չեն անցնելու, հիմա իրենք գնում են արդեն այն վերջին ստոր քայլերին, այդ գիտեք ինչի է նման, հազար ներողություն է որ անբարոյական աղջիկ է լինում, այն որ տեսնում այլ ոչ մի բան չի կարող անմանի, իր անբարոյական մորը բերում այնտեղ ղժղժա, որպեսզի վախենան ցայն չհանեն։ Սա տիպիկ բնորոշ այն մարմնավաճառների տիպիկ բնորոշ պահվածք է։ Բոլորս էլ գիտենք, որ համայնքներում իշ լինում են մի քանի նման տեսակի մարմնավաճառներ, եւ այս տեսակի մարմնավաճառները եկել են։ Եվ ընդ որում, սրանց մայրերը, տեսեք, բոլորն օգտագործում են նույն բառապաշարը, ունեն նույն վարքագիծը, բոլորը ունեն հատուկ ատելություն արցախցիների նկատմամբ եւ այն, ինչը որ կոչվում է ազգային, բոլորը միաձայն ծափ են տալիս թուրքական օրակարգին սպասարկող իշխանություններին, այսինքն իրենց ինչ փաստարկվելն են իրենց համար միևնույն է, կարևոր չի։ Եվ սրանց ուրեմն տեսեք խոսելա ձևը, հա, վարքը, մեկը մապ է ցույց տալիս միջնամատ, մեկը թքում է, այն մեկն էլ չալիկ է օգտագործում։ Փաստորեն նաև նիկոլականները նոր սեռական կողմնորոշում ունեցող նաև խումբ են ձևավորել այստեղ, որտեղ որ իրենց այս լաչառության, այ որ իրենք են ասում, այս կարգի այս վիճակը բերում է սրան։ Գիտեք, երբ որ այդ ուխտը թքել էր Սփյուռքի հա մեր կանադայի քաղաքացու վրա, մեր հայրենակցի վրա եւ անամոթաբար ուրեմն դատախազությունից ասեցին հանցակազմ չկա, հենց այդտեղի կանգնածները պետք է թքեին դրա մոր վրա եւ ասեն թքելու ժամանակ հանցակազմ չկա։ Սրանց պետք է այդպես պատասխանել, որովհետեւ նման ուրեմն գիտեք այն ստոր պարազիտ ամենավերջին փալաս մարդը, որ իրեն թույլ է տալիս ազգին սպանողին ինքը հերոսացնել եւ ձեռ սեղմել, դրանց հետ պետք է ավելի ստոր վարվել, քան այդպես է։ Եվ անամոթաբար հայտարարում են ժողովրդական բաստիոն, փաստորեն ժողովրդական բաստիոնը այս ճակերտավոր վերածվել է թավշա բռնության։ Եվ տեսեք, եւ ոստիկանությունը մեծ ծեծերը, որ տեղի ունեցավ, հա, Էջմիածինում էր, եւ ուրեմն Արթուր Չախրյանի նկատմամբ բացահայտ այդ հակաօրինական պահվածքը եւ փորձում են դեռ ինչ որ եզր գտնել, որպեսզի արդարացնեն, բայց սարսափելին այն է, որ մեր համագյուղացի Զավեն Օղլին արդեն ցուցմունք է տալիս Factor TV-ով, եթե չեմ սխալվում, արդեն խոսում է, որ իրավունք չունեք իրեն ձերբակալելու, այսինքն ինքը արդեն դատախազի, դատավորի, ոստիկանության, ուժայինների, չգիտեմ, վարչապետի, նախագահի բոլորի գործառույթը վերցնել իր վրա, այսինքն դուք հանգարց չփորձեք այնտեղ գնալ։ Տեսեք, թե մենք ինչ աբսուրդի ենք հասել, այս պետություն չի էլի, այս արդեն խայտարակություն է, որտեղ երկրի վարչապետը, քանի որ մենք որոշ ժամանակ չենք խոսել, հա, պարլամենտում կանգնած այս ինչ որ աննորմալ շարժումներ է անում եւ դեռ դրան ընդունում են, ասենք թե Էստոնիայում, հեսա կանդրադառնամ այդ դեպքին։ Եվ այս խեղ կատակությունը հասնում է նրան, որ բացահայտ հարձակվում են ակտիվիստի վրա, ծեծում են բացահայտ, եւ իրենք արդեն հասկանում եք, ինչ մենք ուր ենք հասել արդեն, դե պետություն չկա, ասում եմ, դե պետության մեջ նման բաներ տեղի չեն ունենում, չկա նման բաներ, որ արդեն ինչ որ մեկը ելույթ են ունում, ոչ միայն դա, այլև Factor TV-ով երեք դրանց մի կուսակցության մեկ կին, ազգանունը չգիտեմ, մեկ են մի հատ կար կենտոզավր քաղաքապետարանում, որ կա, հա, այն ինչ որ այսպես օրգազմների տարբեր քաղաքական եւ սեռական օրգազմների համախմբում են կենտոզավրը եւ Զավեն Օղլին, արդեն փորձում են իրենք ոստիկանությանը, դատախազությանը ուղղություն տան, թե ինչ պետք է անեն, եւ սա կոչվում է պետություն, պետությունը այսպես է գործում։ Սա է քրեական օրենսգիր, քաղաքացիական օրենսգիր, Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, միջազգային մարդու իրավունք, որի տակ ստորագրություններ կա, պետությունը այսպես է գործում։ Այստեղ մեկ այլ զավեշտ կա եւ ոչ թե զավեշտ, այլ սարսափելի։ Տեսեք, ես երեք նայում էի 2004 թվականի ուրեմն մարդու իրավունքներին ու Հայաստանի հետ կապված զեկուցումը եւ OSCE-ին, այսպես հայտնի, հա, այն բանը անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, Organization for Security and Cooperation։ Ուրեմն մանրամասն նկարագրել են, մանրամասն այն ամենատարական բաները, որ խախտվել է Հայաստանում։ Լավ եք արել, ապրեք դուք, բա հիմա դուք ուր եք։ Այ հիմա դուք ուր եք, ինչով եք դուք զբաղված։ Ուրեմն գրել էին այնտեղ, որ ընտրություններում միակ տեխնացուն Տարոն Մարգարյանն է, այս մեկն է, այն մեկ է, ամեն ինչ նկարագրել են ոստիկանության ուժերի հետ կապված, բռնի, չգիտեմ, էս են արել, այն են արել, ավելորդ ուժ են օգտագործել։ Բա հիմա դուք որտեղ եք։ Եթե դուք իսկապես արդարության ջատագովներ եք, եթե գումարները ծախսում եք հետ սովետական երկրներում եւ ոչ միայն, բայց մասնավորապես հետ սովետական երկրներում, որտեղ որ իբրև թե
բարելավեք, առողջացնեք, բուժեք ժողովրդավարությունը, դուք անում եք լրիվ հակառակը եւ սրանց ծափ եք տալի։ Բա մեկ ամիս առաջ Ռասմուսենն եկել էր Իջևանում էլ հանդիպեց այս ԵԶ-երի հետ եւ ասեց բանը Նիկոլ ինչա Փաշինյանը ժողովրդավար վարչապետը Ֆրանսիայի դեսպանն ասում էր խիզախ եւ արդար ճանապարհով լուծում է խաղաղության հարցը։ Բա այս հայտարարությունները անողները սա չեն տեսնում, իհարկե լավ տեսնում են, բայց իրենք թքացուն են, որովհետեւ այստեղ լրիվ ուրիշ օրակարգ պետք է սպասարկվի, առայն որ հայը պետք է անպայման ոչ թե Փարիզի Թուրքի հետ, այլ պետք է դառնա վիլայթ, որովհետեւ սա շատերին է ձեռնտու։ Եվ տեսեք, այս կարգավիճակով որ նայում ենք Սարսափելի նաև մեկ այլ հարց է կապված այս նախագահ կոչվածի հետ։ Եվ սա եւ սրանից առաջվա եղածը։ Ուրեմն կրակում են, հիմա այս երկու երևույթների հետ կապված։ Կրակում է Սյունիքում, իջև հիմա կրակոցներ ա գնում, այդ որ չեն հայտարարում, դա չի նշանակում, չի գնում, կրակոցներ ա գնում, ես դա հաստատ գիտեմ։ Եվ ինչ է հայտարարում երկրի նախագահը։ Ուրեմն բառացիորեն մեջ բերեմ, հա, երբեմն կրակում են, բայց համեմատաբար հանգիստ է։ Եվ սա երկրի ղեկավարի, այն էլ չգիտեմ ինչ որ գրքերի, ինչ որ չգիտեմ բանի, հա, գիտական կոչում ստացած մարդու արձագանք է։ Դա նույնն է, որ ձեր երեխային փողոցում պարբերաբար ծեծեն, կան ձեզ ասեն ձեր երեխային ծեծում են, դուք ասեք հա ծեծում են, բայց հələ նես չի եղել որ կյանքի եւ մահվան բան կա, վտանգ կա, դե ոչինչ ծեծում են, այսինքն դու դուրս սա ինչ վերաբերմունք է։ Ու հիմա տեսեք, նայում եմ նախագահի աշխատակազմը 155 մարդ աշխատում։ 155 մարդ Մարիամ ջան, գումարած դրան տեսեք ինչ բաժիններ կան, ներքին եւ արտաքին ազդարարման պատասխանատու, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու, խորհրդականներ, տեղակալներ, օգնականներ, իրավաբանական վարչություն։ Բա հիմա այդ լափողներից մեկը չի արձագանքում, այսինքն սահմաններին մեր ինքնիշխան տարածքին խփում են, մարդիկ լքում են, մենք արդեն գիտենք, որ շատեր այդ սահմանամերձ գյուղերից դատարկվում են, եւ երկրի նախագահ անում է նման հայտարարություն, ինչպես ժամանակին այն մի պաղպաղակ լզողը, երբ որ արթնացավ կեսօրին, այսինքն ամսի 9-ին կապիտուլյացիան ստորագրել, ինքը երկրի նախագահն է, ինքը ունի սահմանադրության պարտականություններ, ինքը ունի այսքան աշխատակազմ, մեկը չի գնացել իրան բզյասի վերկաց քո երկրում կարող է հիմա քաղաքացիական պատերազմ լինի, մտել են կառավարության շենք, ինքը կեսօրին արթնանում է եւ ասում է մամուլից եմ իմացել, մամուլից, դուք հասկանում եք ես ինչ խայտառակություն, ասում է որ մենք կապիտուլյացիա ենք ստորագրել։ Այսինքն ու մենք այս տեսակի ղեկավարություն ունենալու դեպքում սպասում ենք որ ինչ որ չգիտեմ, ինչ որ լավ բան լինի կամ նման բաներ չլինի, չի կարող չլինել։ Եվ վերջինը դրանց հետ կապված, ուրեմն որպեսի ճիշտ լինի, հա, օրենսդրական իմաստով։ Նախագահի ուրեմն ըստ սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է երկրորդ կետ։ Հանրապետության նախագահը հետևում է սահմանադրության պահպանմանը եւ երրորդ հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով։ Ինձ թվում է որ կարիք չկա սրանց դեպքում այստեղ արդեն մեկնաբանություններ անելու, միանգամայն բացահայտ է, որ այս բոլոր նրանց քայլերը ուրեմն հակասահմանադրական են, հակասահմանադրական բառից բուն իմաստով եւ դեռ Զավեն Օղլու նմանները մի հատ էլ ասում են լավ արել, այդ կինը 3 հարցազրույցի ժամանակ ասում է, բա հայհոյել են ծեծելա եւ դուք սենց գնում եք Եվրոպա, դուք Եվրոպայում, Մարիամ ջան, դուք երբևէ նման բան տեսել եք, դուք օրինակ մամուլում հանդիպել եք այդպես բան, հարգելի հետևորդներ, դուք հանդիպել եք, որ Եվրոպայում հարձակվեն ակտիվիստի վրա ծեծեն, խմբակային ամենաստոր ձևով, լկտի խուժանի նման, բառիս բուն իմաստով, բանդիստի նման, հավանաբար են բերդում գտնվողներն ավելի բարոյական կգտնվեն, իրենց նման բան թույլ չեն տա, այն էլ լրագրողների եւ ուրեմն այդտեղ նկարահանողների աչքի առջև։ Եվրոպայում եթե հանգարց մի երկրի ղեկավար մատով կպնի, նույն րոպեին նրան գործից կազատեն, նույն րոպեին։ Ու սրանք անում էին, չգիտեմ, ինչ քվեներ էին հավաքում, որպեսզի միանան Եվրամիությանը։ Այսպես է գնում Եվրամիությանը։ Սա է ձեր օրակարգը։ Ու դուք պատկերացրեք, եթե սրանք Գյումրիում հաղթեին, հարգելի հետևորդներ, ու պատկերացրեք Աստված մի արածցե, չնայած դե գնման նրան, որ դա չի լինելու, որ սրանք 26 թվականին անցնեն, ձեզ հոշոտելու են, բառիս բուն իմաստով, հոշոտելու, ավելի սարսափելի ձևով, քան դա արել է Թուրքը, ավելի սարսափելի ձևով։ Ու եթե սրանք անում են սա բացահայտ, ու այն դեպքում, երբ որ սրանց, այսպես ասած, աթոռը խալխլված է արդեն, սրանք գիտեն, որ
իրենց օրերը հաշված է, այս օրեքուց է, հա, մնացել եւ տեսեք սրանց մայրերի պահվածքը, երբ որ ձեռնափայտով հարձակվում են մարդկանց վրա։ Բա ինչ սпасել նմաններից։ Ինչ սпасել եւ իրենց այս զավակներից ինչ վարկ սпасել, ասենք իրանք ինչ դաստիարակություն են ստացել, ինչ արժեք է իրենց սովորացել իրենց ծնողը, որ ինչ անեն։ Ես որպես արարացի Մայրամ ջան, իհարկե սկանդալներ կթողեմ հետո, պարզեցի, որ այս Ռամբուլիկը ղռերի կատուն, պարզում է, որ սրանք Արարատից են։ Եվ սրա հայրը եղել է գինեկոլոգ։ Ես հիմա որ ապշեցի, ինձ հետաքրքիր մանրամասներ եմ պատմել սկանդալային, ես սա կթողեմ մի ուրիշ անգամ, որովհետև մի երկու բան եւս պետք է ճշտեմ։ Եվ զարմանալի էլ չէր, որ հենց նման ընտանիքների մարդիկ պետք է այդպեսին լինեին։ Բացարձակ զարմանալի չէր։ Ես ուղղակի այսքան տարի լինելով եւ Արարատում պատահաբար իմանում եմ ինչ որ բաներ, որը ինձ այնպես ցնցեց, էլի։ Անցնենք առաջ, ես դրան առանձին կանդրադառնամ։ Հիմա սրա այս հիմար ես ինչ էր գժական վարքը ուրեմն ազգային ժողովում մենք տեսանք ոչ միայն ուրեմն ռուսական կանալներով, այլև հատկապես իր սիրելի իր եղբայր ադրբեջանական, նաև վրացական, ինչպես էին ծաղրում երկրի ղեկավարին։ Դուք հասկանում եք, այս ինչ խայտառակություն է։ Այն մարդուն ամենալավը ճանաչում են իր ազգականները, չէ՞ ում հետ։ Ուրեմն փաստորեն, ես որ ասում եմ սա ազերի է, ստուգել պիտի տան սրանց արյունը, սրանց գենը եւ ամենալավը ճանաչում են ազգականները։ Հենց դրա համար էլ 2020 թվականի նոյեմբերին, դեկտեմբերին, երբ որ Բաքվի հեռուստատեսությունը սրան ներկայացնում են որպես հոգեկան հիվանդ, որն ընկել էր եւ համբուրում էր Քիմ Քարդաշյանի ոտքերն ու ձեռքերը, իրենք փաստորեն իրենց ազգականի լավ գիտեին ինչ էր։ Սա արդեն վերջո այս լավ արդեն են լրիվ են ֆուլ ձևով ցույց տվեց ազգային ժողովում իր այդ շարժումները, որը որ են արդեն անկառավարելի է, ել ես չգիտեմ ինչ անեմ։ Սա դրա մասին է խոսում, որ ափերից դուրս են գալիս, այն որ իրենք հասկանում են, որ մի բանի վերջն է եւ չեն կարողանում էլ ոչ մի ձև կանգնեցնել, արդեն հասնում է այն աստիճանի, որ նման հիստերիկ խայտառակ պահվածք են անում եւ որը դառնում է ծաղրի առարկա։ Եվ հենց իրեն ծաղրում են իր սիրելիները, որովհետեւ իրենք գիտեին, թե սա ով է, դրա համար էլ սրան ծաղրում։ Բայց սա գնացել է Էստոնիա, եւ Էստոնիայի հայ համայնքը այսպես փողկապներով, չգիտեմ, սափրված, նստել են այնտեղ, ձեռքները վերցրել են քաղաքացիական պայմանագրի այդ քեմալների, ուրեմն ինչ որ բրոշուրներ Եվ այնտեղ ուրեմն ինչ որ բանը, հա, այս որ թափահարում է Հայաստանի Հանրապետության, այս իրական Հայաստանի ուրեմն քարտեզն այնտեղ։ Ուրեմն լսեք այդ տականք ողորմելիներ։ Նախ շատ լավ է որ ձեր դեմքերը երևում է, որովհետև այսօր եկուս դուք Հայաստան չեք մտնելու։ Ոչ ձեր լեշերը, որ երազում եք այդտեղ ապրեք, հետո սատկելուց գաք ստեղ, որովհետև ձեր համար սարքել եք Հայաստանը գերեզման։ Ու ով գա դուք անամոթաբար գնաք ծապտակ։ Այս շատ լավ է որ ձեր դեմքերը երևում են։ Եվ ձեր նման տականքները եւ ԿՊ-ական այս վիժվածքները եւ այն պատմաբանները, որ սրանց ծափ են տալիս, լավ իմացեք մի բան, պատմությունը դա մասնավոր սեփականություն չէ, որ դուք ոնց ուզենաք վարվեք, դա մասնավոր սեփականություն չէ, որ պատկանում է մեկին, պատմության մեջ կան իրողություններ, իրական իրողություններ եւ այդ իրական իրողությունների ականատեսն ենք մենք արձանագրում ենք եւ դուք պատասխան եք տալու ձեր ամբողջ ուժային կառույցներով, չգիտեմ, սահմանադրական դատարանով, այս նախագահով, բոլորով որ խախտում եք այս օրենքները եւ ուրեմն հիմա հարց Էստոնիայի վարչապետին, որը տենց մի ողջագուրվել էր, ընդունել էր, ձեռքն էր սեղմում, բա դուք չտեսաք սա ով է, ասենք դուք նման մարդու հետ ինչպես է ձեզ թույլ տալիս ասենք համագործակցել։ Հիմա 2000 որ թվականին էր, 21 թվականին էր, ուրեմն Էստոնիայում խայտառակ այսպես սկանդալ եղավ, որին անդրադարձան դե բնականաբար ամբողջ եվրոպական մամուլը։ Ուրեմն Էստոնիայի այդ ժամանակվա վարչապետը Յուրի Ռատասը, ուրեմն իր կողմնակիցներից մեկի հետ կապված բացահայտում էր արել ոստիկանությունի դատախազությունը սկսել են հետաքննություն, որ անշարժ գույքի գործակալության, այսպես որ շենքեր են սարքում, development այդ ծրագրերի մեջ է եւ միլիոնավոր եվրոներ են վերցրել եւ մայրաքաղաք Թալինում շինություններ են անում եւ պարզվում է, որ այս մարդիկ կանգնած են վարչապետի կողքին իր թիմից են։ Դեռ ոստիկանությունը, դատախազությունը նոր էր սկսել այդ հարցաքննությունը, այսինքն դեռ պարզ չէր ինչ է լինելու հետախուզությունը։ Այդ վարչապետը հրաժարական տվեց։ Բա դուք նման երկիր ունեք, որտեղ որ երկրի ղեկավարն իրեն պատասխանատու է զգում, որ երբ որ իր թիմակից մեկը
ով որ թաթախված է կոռուպցիոն գործերի մեջ, որ պետական փողեր է վերցրել, որպեսզի շինություններ անեն, կամ ցանկացած կոռուպցիայի մեջ է մեղադրվում, եւ դեռ գործընթաց է գնում, այսինքն հետաքննություն է գնում, հələ պարզ չէ, դուք ձեզ պատասխանատու եք համարում եւ շատ ճիշտ եք արել, դուք հրաժարվում եք պաշտոնից, որտեղ ասում եք, որ սա ամոթը, սա նաեւ կարող է այսպես, հա, ավելի մեծ ամոթանք սկանդալի վերածվել մեզ հետ, դուք հրաժարական եք տալի եւ ամբողջ կառավարությունը ուրեմն գնաց կոլապսի։ Բա դուք հիմա մի ղեկավար, ես համոզված եմ, որ դուք գիտեք Նիկոլնովա, համոզված եմ գիտեք իր թիմն ինչեր է թալանում, առավել քան ավելի շատ գիտեք, քան մենք գիտենք, բա դուք ո՞նց եք նման մարդու ընդունում։ Բա այդ դեպքում ինչի Լուկաշենկոին, ես չգիտեմ, Մադուրոին են մնացածներին չեք ընդունում։ Եթե դուք այտենց արդար ա ձեր մոտեցումը, այդ դուք բոլորին էլ ընդունեք ձեր համար ինչ տարբերություն։ Եվ այնտեղ մի լրագրող հարց է տալիս, հա, եթե դուք նկատել եք, ասում է այս որչապետ կոչվածին, երբեք դուք դուրս գալու ռուսական ազդեցությունից։ Փաստորեն այս հիմարները, ես չգիտեմ, սրանք դիտավորյալ են հարցնում, անգրագետ են, թե ես չեմ, բայց ուրեմն մենք այն որ արդեն լրիվ թուրքական վիլայթ է այստեղ, հա, այսպես լրիվ արդեն sense էլի էլ չգիտեմ ինչ ձևով թուրքական օրակարգա առավոտից երեկո արդեն քանի տարի է, ուրեմն դա թողած ընկել են ինչ որ հարցի հետևից, որ դուք այստեղ անում եք ռուսական ազդեցություն։ Լավ, ընդունենք Հայաստանը լրիվ ամբողջովին ռուսական ազդեցության տակ է։ Բա այդ դեպքում, որ Ադրբեջանը 2022 թվականին փետրվարին դաշնային պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետ, բայց այդ Ադրբեջանի բան չունեք ասելու, թե այդտեղ արդեն ձեն չեք կարողանում անել, չէ՞։ Այն դեպքում, որ դուք եք ՆԱՏՕ-ի մեջ, Թուրքիան էլ է ՆԱՏՕ-ի մեջ։ Թուրքիայի այդ ՆԱՏՕ լինելը չխանգարեց իրեն գնալ BRICS-ում մասնակցել անցած տարի Կազանում մեծ ժողովին, որտեղ ամբողջ արևմտյան մամուլը գրեց, որ ՆԱՏՕ-ի անդամը մեր թիկունքից խփում է, դավաճանում է մեզ, այդ դուք Թուրքիային բան չունեք ասելու։ Էրդողանի տղան վերջերս գնացել էր եւ Ռուսաստանի ուրեմն նախագահ Վլադիմիր Պուտինի չգիտեմ նվեր տվեց եւ ասաց որ չգիտեմ բարեկամության եղբայրության ինչ-որ սենց մի հայտարարություններ արել։ Բա դուք իրաց բան չունեք ասելու։ Ինչ լավ է մի հատ խեղճ ու կրակ հայ ժողովուրդ եք, չէ՞ գտել, որ այս 100 քանի տարի է Ադանայի կոտորածներից սկսած տարբերաբար այս ցեղասպանությունը գնում է։ Այդ որ մենք 70 տարի այսպես հա խաղաղ ենք ապրել, այդ ժամանակ էլ սպիտակ ցեղասպանություն ա եղել։ Թուրքիայում հայրին մահմեդականացնում էին, Նախիջևանը դատարկվում էր, Արցախը քիչ-քիչ դատարկում էին, հայկական հետքերը մաքրում էին։ Այնպես չի որ ցեղասպանությունը կանգնել է, ֆիզիկական իմաստով կանգնել է, բայց այսպես թե այնպես շարունակվում էր։ Բայց դուք դրա մասին չեք խոսում։ Այսինքն ընդհանրապես ուրեմն դուք ձեզ թույլ եք տալիս մի ժողովրդի, որ արդեն 150 տարի պարբերաբար, ես էլ այն հետ չեմ գնում, Օսմանցու կողմից պարբերաբար մորթվում է, դուք հենց այդ ժողովրդին ասում եք սրա ազդեցությունից դուրս եկեք, բայց այդ Օրբանը, ջհուդ Օրբանը Հունգարիայի, որը Շենգենի անդամ է, Եվրամիության անդամ է, ՆԱՏՕ-ի անդամ է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բայց Օրբանի բան չեք ասում, թե էլի ձեր այս ուժը տեսնում եք, ես որ ասում եմ իրենք Ուկրաինա, Հայաստան, Պաղեստին զոհեր են ման գալիս։ Պետք է պարտադիր ամենտեղ մի բան անեն, որովհետև չեն կարող առանց պատերազմի։ Իրենք այս ամբողջ նպատակը գնում է այնտեղ, տանում է դրան։ Ուրեմն դուք այս ամենը չտեսաք, նույնը արեցիք արցախցիները, ասում եք ինչի մենք իրանց պիտի օգնենք, իրանք այնտեղ ունեն ռուսական կողմնորոշում։ Սա ինչ ասելու բան է, ինչ կապ ունի հումանիզմը կամ ինչ կապ ունի միջազգային իրավունքը դրա հետ կապված։ Լավ, ընդունենք այդպես է, չեք օգնել։ Բա հիմա երբ որ ես անընդհատ հետևում եմ, ուրեմն քրեական այս ինչա ICN դատախազությունը միջազգային։ Երբ որ այսքան գործեր արել Նեթանյահուի եւ նրա կառավարության դեմ Գազայի հետ կապված։ Բա այդ ժամանակ ինչի չեք բռնում։ Գազայի ժողովուրդը ռուսական կողմնորոշում չունի, դուք հասկանում եք, թե ինչքան անարդար է աշխարհը եւ մեր ժողովուրդը դեռ այսքանից հետո սպասում է, որ ինչ որ չգիտեմ, այս օրենքով, այն օրենքով միջազգային կամ այս, չէ, չի լինելու, սիրելի ժողովուրդ։ Մենք ուղղակի պետք է հասկանանք, որ մեր ամբողջ այս խնդիրները լուծողը առաջինը դա մենք ենք։ Տեսեք Բայրամ ջան, ես նորից անդրադառնամ պատմությանը։ Ես շատ ցավ եմ ապրում, որ հիմա տեսնելով այսպես ընդդիմադիր, ես չեմ համարում, որ այլևս մենք առողջ ընդդիմություն չունենք։ Եթե առողջ ընդդիմություն ունենայինք, 21 թվականին սա չէր վերարտադրվի եւ մինչեւ հիմա չէր մնա։ Այս թող ընդդիմությունը լավ լսի, լինի խորհրդանական թե արտախորհրդանական, թող լավ իմանան, առողջ ընդդիմություն չեն։ Եվ
երբ Լոնդոնի երկրորդ կոնֆերանսում քննարկում էին հայկական հարցը, ուրեմն պատվիրակություն կար Օսմանյան, ուրեմն Թուրքիայից, Կոնստանդնուպոլսից եւ Անկարայից, Հայաստանից եւս երկու պատվիրակություն կար, մեկը Ահարոնյանի պատվիրակությունն էր եւ մյուսը ուրեմն Հարգարժան Նուբար Փաշայի։ Եվ ուրեմն տեսեք այդ երկու պատվիրակությունը ձեռքի տված Կոնստանդնուպոլսի եւ Անկարայի միասին իրար հետ կռիվ արեցին, պայքարեցին Իշահ Թուրքի, մեր երկու ղեկավարները բոլորի Թուրքի ներկայությամբ, դուք հասկանում եք Լոնդոնի կոնֆերանսում ուղիղ 100 տարի առաջ, ասենք 100 լավ 2-3 տարի առաջ, իրանք այնտեղ գնացին սեցին իրար հետ վիճել։ Այսպես են մեր տունը քանդել, երբ որ մեկը առողջ միտք է ասել, բայց մյուսը անհատապաշտությունից, իր գրպանի շահերից, իր բիզնեսի շահերից, ոնց որ անում են հիմա անդիմությունում, եւ տեղ չեն կանգնել ազգին։ Այդ դրա համար մենք էս օրին ենք։ Այս խայտառակությունը այսպես թեելով, կարմիր թելով երկար շարունակվում է ու ես չգիտեմ, երբ իրենք իրենց մեջ ուժ կգտնեն, որպեսզի իրենց այս մի կողմ դնեն իրենց այս եսասիրությունը եւ հասկանան, որ այստեղ լինել չլինելու հարց է։ Ուրեմն ես կուզենամ նաեւ քանի որ Էստոնիա այցին անդրադարձակ պարոն Տեր-Մարտիրոսյան, ես կուզեմ նաեւ անդրադառնալ մայիսի 9-ին սպասվում է Մոսկվա իր այցը, ինչ ունի ասելու, ինչպես ասում են, ինչպես իրենք են ասում Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Տեսեք, գոնե ի տարբերություն, հա, այստեղ եթե այսպես վերցնեմ, որոշ այս, չգիտեմ, օրինակ Գերմանիայի նախագահի կամ չգիտեմ Էստոնիայի վարչապետի, գոնե այնտեղ արդեն վաղուց են հասկացել, հա, խոսքը այս դեպքում Ռուսաստանի մասին է, թե սա ով է։ Հիմա, բայց մի հատ հարց է ստեղ, տեսեք, Եվրամիությունը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր գնալու են մասնակցել, սանկցիայի են ենթարկվելու։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ նախ առաջինը իրանք Նիկոլի սանկցիայի կենթարկեն, սա մեկ, եւ երկրորդը, սրանք հայտնի լզողներ են, կներեք արտահայտությանս։ Սրանց միակ գործը կռիսի նման պատտվեն այստեղ, գնան Իտալիա Լա Ռեպուբլիկային հարցազրույց տան Ռուսի դեմ, գնան Ռուսաստան հարցազրույց տան Ֆրանսիացու դեմ, գնան այնտեղ հարցազրույց տան նրա դեմ, գան այստեղ հարցազրույց տան նրա դեմ, անբարոյականի պահվածք։ Հիմա իրանք գնալու են այնտեղ, Իրանից ես ասենք ինչ սպասեմ, որ ինքը օրինակ ինչ պիտի անի։ Եթե մի մարդ իր ազգային ուրեմն շահը չի հետապնդում, ինքը գնալու է այնտեղ հիմար ինչ որ բաներ խոսա, իր խոսածածից ոչ մեկ ոչ մի բան չհասկանա, կանգնի այնտեղ, հավանաբար ասի դե գիտեք, մենք կռվել ենք, իմ պապը գնացել զոհվել է, ես չգիտեմ ինչ եղավ, այսպես ինչ որ բան, հա, այնպես մակերեսային ինչ որ խոսույթ եւ վերադառնա։ Բայց այն որ հասկանում եք, այս ծաղրանքի առարկան պետք է ներկայացնի, ասենք, մի ազգի, որ սա մեկ այլ թեմա է, որը որ 100,000-ավոր զոհեր է տվել այդ պատերազմի ժամանակ, երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Հիմա ինքը գնում է այնտեղ ինչ անի։ Հիմա գնում է ինչ մեղքերի, ես չգիտեմ, գնում է ինչ ասի, երբ որ հասկանում եք, իր ամբողջ օրակարգը ուղղված է հանուն Թուրքիայի շահերի։ Այս նույնը նորից եմ ասում, կրկնվել է 1920-19 թվականներին, երբ որ ցավոք սրտի Ահարոնյան, ես չգիտեմ, այնտեղ Նազարբեկով, այս բոլորը արել են նույն բանը։ Իրենք ամբողջովին Սիմոն Վրացյան սպասարկել են թուրքական շահեր։ Երբ որ ստորագրել են Բաթումի հաշտության պայմանագիր եւ ամբողջ մեր հաղթանակած զորքի խայտարակ են արել, որը որ պատերազմ էր տարել Ղարաքիլիսայում, ուրեմն բանում Սարդարապատում, իրենք եւ Բաշապարանում։ Հիմա սա ասենք սա գնաց էլի հասկանում եք այս խրտվիլակը ես չգիտեմ էլ արժի սրան անդրադառնալ թե չէ կամ այս իր պահվածքին որ գնաց այնտեղ ինչ են անելու իրեն երբ որ բացա եւ որ իրեն ծաղրում էին իր նկարները այդտեղ այդ իր շարժումները դրած այնտեղ այդ իր այդ հոգեկան խանգարումների հետ մեկտեղ ես չգիտեմ ասենք ինքը որ վազեց հասավ այնտեղ ինչ կամ որ գնաց այնտեղ ինչ է անելու ի որ գնացել էր այն մյուս երկրներ չգիտեմ Էստոնիա էր գնացել կամ որ անցած տարի գնաց մայիսին դրանից առաջ սա ընդհանրապես ցույց է տալիս իբրև թե ինքը իր գոյությունը քարշ է տալիս իրեն բանի տեղ են դնում հիմա ինքը գնացել է այնտեղ ինքը շատ լավ գիտի որ իր վրա թքած ունեն բառից բուն իմաստով իր վրա թքած ունեն որովհետև ինքը ինչպես Զատուլին էր ասում ինքը վաճառել է իր ժողովրդին այնպես որ թող չգիտեմ էլի սխառնոց եմ ես զգում նույնիսկ այդ կերպար այդ ֆուտլյարը տեսնելուց արդեն զզվանք եմ ապրում ու որքան շուտ հնարավոր է այս տեսակից մենակ Իրանից չէ այդ նիկոլական տեսակից ուղղակի ազատվել է պետք ես կուզեի անդրադառնալ ուրեմն ցեղասպանության հետ կապված
տեսեք, այս հույս ունեի, որ դրա ոտքը չպետք է մտներ Ծիծեռնակաբերդ, կհասնենք այդ օրին, բայց չգիտեմ, չեղավ։ Ամեն դեպքում այնտեղ Տիգրան Մանսուրյանի հետ կապված հարցազրույց մեղադրեցին լրագրողներին, երբ պատասխանեց, հա, Մանսուրյանը, ես կին չունեմ, տանից դուրս չեմ գալիս, տեղյակ չեմ։ Հիմա ես ուզում եմ իմանալ, ընկեր մտավորական պարոն մայեստրո, որ դուք տանից դուրս չեք գալիս, տեղյակ չեք, կին չունեք, դուք այսպես ձեր ինքնամփոփ կյանքով եք ապրում։ Այդ որ Տիկոյի հետ, Ալենչոների հետ, այդ որ գնացել եք խնջույքների, նկարվեք գցել եք, այդ որ շնորհավորում եք, բա այդ ժամանակ տեղյակ եք։ Այսինքն դուք բողոքում եք, որ դուք մենակ եք, կին չունեք, եւ դուք տեղյակ չեք։ Բա ես դες մի բան ասեմ, դուք գիտեք ինչքան երեխա հայր չունի պատերազմի պատճառով։ Այն որ ձեռք եք սխմել, հետները նստել եք ուտելու, այդ դրանց պատճառով։ Գիտեք, քանի ծնող որդի եւ որդիներ չունեն եւ իրանց միակ զավակներին են կորցրել եւ մինչեւ հիմա չկան։ Գիտեք, քանի կին ամուսին չունի։ Դուք գիտեք, քանի սիրած աղջիկ այդպես էլ սпасել է իր զինվոր հերոսին եւ մինչեւ հիմա ոչ էլ լուր ունի այդ զինվոր հերոսից։ Բա դրանից ով պիտի տեղյակ լիներ։ Երբ որ այդ տեղի էր ունենում Բաթումի հաշտության պայմանագիրն այդ խայտառակությունը, ինչպես ժամանակին անվանում էին, որ դա հայ տարեգրության մեջ ամենախայտառակ պայմանագիրն է, պատմաբան Լեոն շաբաթներով գիշերներով չէր քնում եւ չգիտե ոչ միայն Լեոն, մեր մյուս մտավորականները օր ու գիշեր զբաղված էին ազգի ցավերով, գրում էին դուրս են գալիս, ես չգիտեմ ուզում էին օգնել, բացատրել, հասկացնել, բա դուք մտավորական եք, ձեր գործը ո՞րն է։ Բա դուք էլ պիտի անեք, դուք չեք կարդացել հայոց պատմություն, դուք չգիտեք նման օրհասական պահերին ինչպես են վերաբերվում, դուք չգիտեք, որ դուրս են գալիս, դուք չգիտեք, որ գնում են հանրության մեջ, որ պետք է նաև կանգնեն այդ ժողովրդի կողքին, թե միայն այն ժամանակ, երբ որ ձեր վրայից պիտի կեղտը մաքրեք, այդ ժամանակ համարում եք, որ դուք տեղյակ չեք, դուք միայնակ եք ապրում եւ կին չունեք։ Եվ իմ շրջապատում լիքը երեխաներ կան, որ հայր չունեն։ Այդ Տիկոյի պատճառով, Տիկոների, Փաշողլիների, Ալեն Սիմոնյանների, որոնց ձեռքը սխմած, լավ էլ ձեր բերանը բաց նկարները կա, երջանիկ նստած եք, ես չգիտեմ, որտեղ եւ ընտրում եք։ Այդ ժամանակ բաներ չէ, մոռացել եք, որ տեղյակ չեք եւ կին չունեք։ Մի իրողություն գուցե արդեն մի փոքր անցել է, բայց շատ չի անցել։ Եվ ամփոփ ենք, հա։ Հա, Վատիկանի հետ կապված, ուրեմն Մարիամ ջան, եթե տեղեկացաք, որ Վատիկանում տեղ ունեցավ ինչ էր կոչվում ադրբեջանական քրիստոնյաների գիտաժողով, եւ այդ ադրբեջանական այնտեղ էին ներկա նաեւ եվրոպական երկրներից, ես անկեղծ ասած չէի սպասում նման ստորություն, նո ասենք կոնկրետ Լեհաստանից, որ իրենց այդ գիտնականները, քրիստոնյաները, ես չգիտեմ եւ այլն կգնան այնտեղ, բայց ինչ սпасել մի կենտրոնից, Վատիկանը դա հայտնի սիոնիստական ուրեմն կենտրոն է, որտեղ տեղի ունենում ամենակեղտոտ գործարքները եւ 2002 թվականին ուրեմն Boston Globe-ը անդրադարձել էր արխիվային նյութեր էր հանել, թե ինչ տեսակի խայտառակ մանկապղծություն, պետոֆիլիա, մութ գործեր սպանություններ եւ ինչեր են տեղի ունենում Վատիկանում։ Ոչ միայն դա, այլև հետո Guardian-ը եւ մյուսները անդրադարձան ուրեմն այդ մանկական սեռական շահագործություններին։ Հենց այս պապը, որ մահացավ, ուրեմն իր հետ կապված, որովհետեւ դա նույնպես սիոնիստական ամենաուժեղ հայտնի կենտրոն է, ես զբաղված եմ դրանով։ Մենք միամտաբար այսպես հավատում ենք, որ գիտեք ինչ կա, թե հա Եվրոպա իբրև թե քրիստոնեական արժեքներով ապրող նման բաներ չպետք է անի եւ կանգնի մեր կողքին։ Չէ, մոռացեք սիրելի ժողովուրդ։ Նույնը 23 թվականին ուրեմն չեխական IDNES հայտնի պորտալը անդրադարձավ նրան, թե ինչպես Բելգիայում 80 տարի շարունակ 30,000 կնոջ նույն ուրեմն բանը կաթոլիկ եկեղեցին խաբել է, ասել է, որ ձեր երեխաները մահացած են ծնվել եւ վաճառել է։ Այսինքն այս կարգի տեղերից ուղղակի սпасել, հույս ունենալ, որ սա կգա, չգիտեմ, պաշտոնական Կրեմլը կգա, քեզ կփրկի, Փարիզը, չգիտեմ, Բրյուսելը, Վաշինգտոնը, մոռացեք, թող նորից եւս մեկ անգամ լսեն հարգարժան, ինչ էր մեր Նորատեր Գրիգորյանի ելույթը, թող կարդան ուրեմն մեր պատմաբան Նիկողայս Ադոնցի հայկական հարցի լուծումը, տեսնեն, թե եվրոպացիները ոնց են մեզ գցում։ Բոլորն ինձ համար հավասար են, որովհետեւ ոչ մեկն էլ երբեք Թուրքիին չի թողել եւ մեզ բռնել, սա պատմությունը ցույց տվեց, բայց ես հույսով եմ, որ գոնե այս ամբողջից, այս խայտառակությունից, այս խուժանապետությունից օր առաջ մենք պետք է ազատվենք, որովհետև եթե հիմա հաշ չդրվի, վաղը մյուս օր ազատվել, այդ Գեգամ Նազարյանի նմանները, որոնք իրենց երեխայի արյունը
վաճառելով այսօր падգամավոր եւ աննամոթաբար ասում են Արցախյան շարժում չկա եւ ինչ ա ուզում եք Կարսյան շարժում սկսել անգրագետ Կարսյան շարժում չի եղել Կարսյան կելա քո նման տականքների պատճառով ովքեր որ պատրաստ են փողի համար վաճառելու հայրենիքը այ ոնց որ ինչպես դու ես վաճառում քո երեխայի հերոսությունը որպեսզի ունենաս պաշտոն եւ գումար այ քո նմանների պատճառով նմաններից պիտի ազատվենք օր առաջ Շնորհակալություն պարոն Տեր-Պետրոսյան